Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին անգլերենզրույց եւ դասապատրաստում դասընթացն է եւ այսօր մենք շարունակում ենք դասընթացը սկսնակների համար։ Նախորդ դասի մենք սովորեցինք տրված մի քանի բառով կազմել պարզ հաստատական նախադասություն պարզ ներկա ժամանակով, որը անգլերեն կոչվում է simple present tense։ Ինչու եմ ասում պարզ հաստատական նախադասություններ, որովհետեւ նախադասությունները ըստ տեսակի լինում են հաստատական, հարցական եւ ժխտական։ Անցած դասին սովորեցինք հաստատական ձևը, այսօր կսովորենք հարցական ձևով կազմել նախադասություններ simple present-ով, այսինքն ներկա ժամանակով, ինչպես անցած դասին։ Հիմա ես խաղում եմ բակում, դու խաղում ես բակում, նա խաղում է բակում, մենք խաղում ենք բակում, դուք խաղում եք բակում, նրանք խաղում են բակում։ Սա անցած դասի ձևն է։ Եթե ես ասում եմ ես խաղում եմ, առանց եսի, միայն ասեմ խաղում եմ, մենք հասկանանք, որ ես եմ խաղում ես, ես օժանդակ բայի միջոցով դու ես խաղում է, նա է խաղում ենք, մենք ենք խաղում եք, դուք եք խաղում են, նրանք են խաղում։ Մի խոսքով ինչ եմ ուզում ասել, որ այս առանց դիմային անձնական դերանունների, եթե մենք կազմենք նախադասություններ, կհասկանանք, անգլերենում այդպես չէ, եթե չասեմ I play, I-ը չասեմ, you-ն չասեմ, կամ he, she, it չասեմ դերանունները, ուրեմն նախադասություն կազմել հնարավոր չէ։ Անգլերենում պետք է անպայման այս դերանունները նախադասության սկզբում դնենք։ Հիմա սա հաստատական ձևն է, ես խաղում եմ բակում։ Ինչպես ասենք, ես խաղում եմ բակում, ինչպես կազմենք նախադասությունը, նայում ենք հայերենին, նույն նախադասությունը ես խաղում եմ, բայց այստեղ կա հարցական նշան, ուրեմն հայերենում, եթե բառի վերջին ձայնավորի վրա դնում ենք հարցական նշան, բառը դառնում է հարցական, խաղում եմ, եւ նույն ուի վրա դրեցինք հարցական նշան, նախադասությունը դարձավ բառը հարցականով, նախադասություն դարձավ հարցական նախադասություն, ուրեմն ես խաղում եմ, դու խաղում ես, նա խաղում է, մենք խաղում ենք, դուք խաղում եք, նրանք խաղում են, բոլոր նախադասություններում, ուրեմն վերջին ձայնավորի ուի վրա դրեցինք հարցական նշան, նախադասություն դարձավ հարցական, սա հասկացանք հայերենում։ Հիմա տեսեք ինչպես պետք է կազմենք այս նախադասությունները անգլերենում, հարցական ինչպես կազմենք։ Նույն պարզ ներկա ժամանակաձևի հարցականը բոլոր դեմքերի համար, բացի երրորդ դեմքի եզակի թվից, կազմում է դու օժանդակ բայի միջոցով։ Այսինքն, եթե հայերենում մենք ոչ մի բառ չենք ավելացնում հարցական կազմելու համար, անգլերենում ներկա ժամանակում հարցական կազմելու համար, այս դու, սա օժանդակ բայ է կարմիրով, դու օժանդակ բայը պետք է դնենք նախադասությունից առաջ, այսինքն դերանունից առաջ, ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններից առաջ։ Բոլոր դեմքերում առաջին, երկրորդ, բացի երրորդ դեմք եզակի թվից։ Հետո հոգնակի թիվը առաջին, երկրորդ, երրորդ կրկին դու օժանդակ բայն է։ Բացի ուրեմն միայն եզակի երրորդ դեմքում չենք դնում դու, այնտեղ դազ ենք դնելու։ Հիմա նախադասություն օրինակներով ցույց տամ։ Ասում եք ես խաղում եմ, I play, ինչպես ասեմ, ես խաղում եմ, այս դու օժանդակ բայը մեծատառով կգա նախադասությունից առաջ որտեղ դերանունից առաջ ես, տեսնում եք, do I play, վերջում հարցական նշան, ես խաղում եմ, երկրորդ դեմք, դու խաղում ես, կրկին դու, do you play, ոչինչ չփոխվեց, այս նույն նախադասությունն է, I play, դուն դրեցինք նախադասությունից առաջ, you play, այս դուն դրեցինք նախադասությունից առաջ, այս երրորդ դեմքը եկեք բաց թողնենք առայժմ, որտեղ սա բացառություն է կազմում, անցնենք հոգնակի թվին։ Կրկին մենք խաղում ենք, որպեսզի ասենք մենք խաղում ենք, այս դու օժանդակ բայը կգա անմիջապես նախադասությունից առաջ, դերանունից առաջ եւ կստացվի հարցական նախադասություն do we play, վերջում հարցական նշան, do you play, վերջում հարցական, do they play, նրանք խաղում են, հարցական նշան։ Հիմա վերադառնանք եզակի թիվ, երրորդ դեմք, առաջին դեմք, երկրորդ դեմք, երրորդ դեմք։ Երրորդ դեմքը ինչու է տարբերվում։
տարբերվում է, որովհետև հաստատական նախադասության մեջ, որպեսզի ասենք նա խաղում է տղան թե աղջիկը, վերջում s է ավելանում, he կամ she plays, խաղում է, համապատասխանում է մեր հայերենի օժանդակ բային, խաղում է։ Հայերենում եթե մենք ունենք օժանդակ բայեր s, ենք, եք, են, անգլերենում եթե տեսնում եք, նայեք ոչ միտեղ play, ոչ միտեղ վերջավորություն չկա, բացի երրորդ դեմքի եզակի թվից, որ բայից հետո դրում է s վերջավորությունը, խաղում է, սա n է մեր հայերենի, իրենց մոտ s-ն է։ Հիմա հարցականը ինչպես են կազմելու, որպեսզի այս s-ը տեղափոխվի այստեղ, ինչպես կդառնա, նույն օժանդակ դուն պետք է դնենք, նույն ձևով դուն դնում ենք s-ը, նույնպես տեղ դնում ենք s, այս s-ը գալիս է դուի վրա, բայց արանքում պետք է i գրվի անպայման, որպեսզի կարդանք does, եթե i չդրվի, does չի կարդացվի, բայց իրենք խոսքի մեջ ասում են does, որպեսզի does կարդան, պետք է i դրվի, այսինքն, հիմա նորից կրկնեմ, բոլոր դեմքերի նման դուն կրկին գալիս է բառից առաջ, բայց այս դուին պետք է ավելանա այս երրորդ դեմքի s-ը, այստեղից փոքվի հարցականում, գա այստեղ, կդառնա դու s եւ ավելացած s արանքում դնում ենք i, որպեսզի կարդանք does։ Ուրեմն երրորդ դեմք հարցականը դարձավ does he play, արդեն s չենք ասելու, ինչու s չենք ասելու վերջում, այս s-ն չենք ասելու, որովհետև այս s-ն հարցականում եկավ այստեղ, դուին կպավ դուին եւ դառավ does։ Իսում է շատ պարզ բացատրեցի, եթե ինչ-որ բան անհասկանալի կմնա, կգրեք, կրկին կբացատրեմ։ Հիմա կրկին հիշեցնեմ, բոլոր դեմքերում հարցական կազմելու համար դու օժանդակ բային է, դու գալիս է նախադասությունից առաջ, այս դուն է, երրորդ դեմք եզակի թվում, ասացի բացառություն, դուն դառնում է does, այս դուին ավելացավ s-ը, այս s-ը կպավ այս սրան, արանքում գրվեց i։ Նույն ձևով հիմա առաջարկում եմ մի քանի բայ կտամ, դուք այս բայերը այս օրինակով դեր անունները գրում եք ես, դու, նա, մենք, դուք, նրանք անգլերեն եւ այս play փոխարեն դուք գրում եք dance, մի օրինակը թող լինի dance, մյուսը թող լինի, որ կոչվում է պարել, walk, քայլել, որպեսզի խոնարհեք նույն ձևով, փորձեք, տեսեք ստացվում է ձեզ մոտ, sing, երգել, այս երեք բայերը փորձեք նույն ձևով խոնարհել եւ ամրապնդել ասածս։ Այսօրվա համար այսքանը, եթե կրկնում եմ ինչ-որ անհասկանալի բան մնաց, այս հարցականի խոնարհման ժամանակ գրեք, մեկ այլ ձև կբացատրեմ, առայժմ այսքանը, goodbye։